Շարունակում եմ մենախոսությունը իմ հետևորդների հետ, այսօրվա թեման ընտրել եմ նարցիզներին, այսինքն մեծ տղամարդկանց։ Ինչի եմ ասում մեծ տղամարդկանց, որովհետև վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ տասնյակ հազարավոր անգամ լսել եմ տղամարդկանց նարցիսիզմի մասին, որի մասին էլ հենց ուզեցի մի փոքր զրույց ունենալ եւ հարցեր տալ ձեզ։ Այո, կա այդպիսի ճշմարտություն, որովհետև մասնավորապես իմ ժամանակաշրջանում եւ դեռ եւս սերունդներ կան, տղաները շատ մեծ դեր ունեն իրենց ընտանիքում եւ մասնավորապես մայրիկի կողմից շատ մեծ ջերմության սիրո բարձրացման են արժանանում, որի արդյունքում էլ գալիս է այդ ինքնասիրարվածությունը եւ նարցիսիզմը։ Բայց ինչ է տեղի ունենում հետո նա մեծանում է, ինչ-որ պրոցեսներ է անցնում, հայտնվում է իր կյանքում մի գեղեցկուի աղջիկ։ Այդ աղջիկը ականջների մինչև ծայրը սիրահարվում է տղային, ամեն ինչ անում է տղայի համար, բառից բուն իմաստով ամեն ինչ անում է, մասնավորապես ավելի երիտասարդ տարիքում, եւ տղայի նարցիսիզմը կամ ինքնասիրարվածության գագաթնակետն է հասնում, բարձրանում է շկալային եսիմ ուր։ Հետո անցնում է ժամանակ, այդ աղջիկը արդեն վերածվում է կնոջ, հետո մայրիկի, ու ինչ որ մի ժամանակ անց իրեն ընդհանրապես դուր չի գալիս, որ իր ամուսինը էգոիստ նարցիզ է։ Եվ ինչ է անում, շատերը արդեն բաժանվում են կամ չեն ամուսնանում կամ գնում են նորից գտնում են եւս մեկ նարցիզի։ Սա համար առակս ինչ կցուցանես ելներս։ Այո, մայրերը պետք է ուշադիր լինեն, որ իրենց որդիներին չդարձնեն նարցիզ, սիրելի աղջիկներ։ Երբ որ սիրահարվում եք, ձեր գլուխները մի կորցրեք եսիմ ուր։ Ստեղծեք սկզբունքների հիման վրա ձևավորված ընտանիք, որտեղ տղան հարգում եւ սիրում է ձեր եսը, դուք հարգում եւ սիրում եք նրա եսը։ Երկուսդ պատրաստ եք զոհելու միմյանց համար ինչ որ բաներ, որը ձեր համար է, ոչ թե զոհելու, այլ պատրաստ եք զիջելու, այդ բառն օգտագործեմ, որով էլ հենց դրսևորվում է իրական սերը։ Այո, սիրելիներս, նարցիսիզմի հիմքն է, որ շատ տեղ ենք տալիս, մեր կողակցին, հետո հասկանում ենք, որ դա այդպես պետք է չի լինել, բայց արդեն ուշ է։